Հայաստանից եվրոպական երկրներ ապրանքների արտահանման մի ուղեցույց է հրապարակել էկոնոմիկայի նախարարությունը, որը գյուղատնտեսների եւ արտահանմամբ զբաղվողների ծիծաղն է առաջացնում։ Այդ ամբողջ 10 քանի կետը կարդում ես ու ծիծաղում ես, էլի։ Գևորգ Պապոյանի ղեկավարած կառույցի կայքեջի պատից կախված 13 էջանոց ուղեցույցը շատ պարզունակ, ոչ օգտակար է ըստ Հարություն Մնացականյանի։ Նրա խոսքով արտահանողներն այդ ուղեցույցը անգիր գիտեն, բայց դա բավարար չէ հազարավոր տոննաներով իրենց ապրանքը հին աշխարհամաս արտահանելու համար։ Հազար ներողություն, դուք ոնց որ մագիստրատուրայի պետական քննություն պարապող ուսանողին բերեք տակ այբենարան, ասեք ես այբենարանը տառերը սովորի, գնա մտի պետական քննության։ Նույն բանն է։ Մի քանի բեռնատար ապրանք եվրոպական երկրներ տանելով Հայաստանի գյուղատնտեսությունը չի փրկվելու, ասում է գյուղատնտեսը։ Հայացքը եվրոպական շուկա ուղղած Հայաստանի կառավարությանը հիշեցնում է, Եվրոպա պտուղ բանջարեղենի արտահանման համար նախ պետք է ունենալ սերտիֆիկացված լաբորատորիաներ, որոնց փորձաքննությունները վստահելի կլինեն արտահանվող երկրների սննդամթերքի տեսչական մարմինների համար։ Փորձաքննության արդյունքները էլ գոնե իդենտիկ լինեն։ Նաև արտադրված բերքի մասին հստակ ինֆորմացիան պետք է հասանելի լինի, թե աճեցնելու ընթացքում ինչ պարարտանյութեր ու պեստիցիդներ են ներարկվել եւ ինչ քանակի։ Այնտեղի պահանջարկի համապատասխան որակ եւ արտաքին տեսքով գյուղմթերք ստանանք, որպեսզի կարողանանք վաճառել այնտեղ։ Մեր ինչքան ուզում է լավ որակ լինի, Եվրոպացուն կարծրատիպային Եվրոպացուն շատ դժվար է սովորացնել նոր պրոդուկտի։ Դա պահանջում է երկարատև ջանքեր եւ մեծ աշխատանք։ Մթերման կայաններ են անհրաժեշտ, ասում է գյուղատնտեսը, որտեղ պետք է վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորում իրականացվի։ Մեր գյուղատնտեսների կողմից կիրառվող արկղերով հնարավոր չէ ապրանքներ արտահանել Եվրոպա։ Նկատում է Մնացականյանը, եվրոպացիները ոչ թե կիլոգրամներով, այլ հատով են գնում միրգն ու բանջարեղենը։ 170,000 տոննա պտուղ բանջարեղենը արտահանվում Հայաստանից, 400-300 տոննա, 160 տոննա արտահանելուց այնպես մի հատ բան են անում, կարծես մեծ հաղթանակ են տա։ Այդ նույն Արցախի պատերազմի 44 օրյայի նման, էլի հաղթում ենք։ Ըստ գյուղատնտեսի զավեշտ են կառավարության ներկայացուցիչների պնդումները, թե իրենք նոր շուկաների հնարավորություն են բացել։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։